տեղ չեմ տեսնում, Հայաստանի Հանրապետությունը կայուն է լինելու, զարգանալու է, ուժեղանալու է, բարեկեցությունն էլ ավելացնելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ասենք։ Քաղաքացիական պայմանագրի ծրագրի մեջ, որը ներկայացում է, այնտեղ կետ կա, որը վերաբերում է եկեղեցուն եւ Փաշինյանը այսպես նաեւ տեսավ վերցողա, հանդես եկավ շարունակում է ԿՊ-ի պայքարը եկեղեցու դեմ, կաթողիկոսի դեմ։ Չէ, եկեղեցի չէ, մի րոպե, դուք արդեն ֆրանսերեն ենք խոսում իրար հետ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը չեմ կարծում ասած լինի եկեղեցու դեմ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը, չէ, դուք երկուսն էլ օգտագործիկ, եկեղեցին էլ կաթողիկոսն էլ։ Հիմա լսեք, կաթողիկոսը իր սաղ ցեղով բիզնեսների է վերածել մոմից սկսած ամեն ինչը։ Մի օր մի հատ պատմության մեջ եմ ես ընկել։ Ուզում եք պատմեմ։ Որ թվականի պատմեք։ 10 տարի առաջ Ծառուկյան Գագիկի եկեղեցին, որը որ կառուցվել է Աբովյանում, եկեղեցականները պահանջել էին իր այդ հանդիպման, այդ պահին մենք իրար հետ էինք։ Եկեղեցականները եկան, ասեց, դե գիտեք, ասեց, արտասահմանից եմ առել այդ մոմերը, ասեց շատ եմ առել, թողեք գոնե իմ մոտ էլ ասեց փողով չի։ Նախ պնդում էին, որ պետքա գումարով լինի։ Ինք ասում էր իմ մոտ գումարով չի։ Մարդիկ վերցնում են, օգտագործում են։ Հետո պայտակ ես հարց տվի, ասի, բայց բանը, պարոն Ծառուկյանը բողոքում ասում է, անվորակա, բա ով անում։ Ասեց, էդի կաթողիկոսի բիզնեսն է, մենք չենք կարա պատասխանել։ Ով ասեց, տեղի քահանա։ Քահանա չէ, ավելի բարձր պաշտոնյաները ինչ եմ ուզում հիմա տենց մտնեմ այդ դաշտի մեջ, լսեք ուշադիր։ Ես այդտեղ ջղայնացա, ասի ինչ է նշանակում, ասի, որակով մոմ տվեք։ Հիմա դուք եկել եք ինձ ասում եք, թե իրենց բիզնեսն է, ինչ եք ուզում, վարչապետից ինչ եք ուզում։ Ինչու այդ ժամանակ չբարձրաձայնեցիք, պարոն Սուքյան։ Որտեվ այդ ժամանակ ուրիշ իշխանություններ չէր կարա դա։ Այդ իշխանությունը, լսեք, այն ժամանակ իրար հետ սերտաճած էին, ինչ պետքա բարձրացնել, կամ իմ հարցն էր, իմ հարցը չէր։ Ես ջղայնացա ուղակի, որ բան էր, անվորակա ու ասма մենք չենք կարա ոչինչով օգնենք։ Այն ժամանակվա իշխանության։ Լսեք, մի բան ասեմ ձեզի ուշադիր լսեք, այդ մտերմությունը ինձ հարցրեք ինչ աստիճան ա եղել, ասեմ ինչ աստիճան ա եղել, իհարկե ես արդեն ինձանից ինչ-որ բան եմ ներկայացրել 90-ականներից սկսած, իհարկե ես բիզնես եմ ունեցել, իհարկե ես հնարավորություն եմ ունեցել, իհարկե բավականին շատ աշխատատեղեր եմ ստեղծած եղել, իհարկե պետք է ցանկացած իշխանություն ինչ-որ աստիճանի հարաբերություն պահեր, իհարկե ես էլ որպես բիզնեսի ներկայացիչ պետք է ինչ-որ աստիճան էլ ես պահեի։ Հիմա դուք դա վերագրում եք դրանով ինչ եք ասում, ես պետության քաղաքացի եմ, ես պետության օրենքներով պետք է շարժվեի։ Շատ ժամանակ անօրինականություններ լնում։ Հիմա դուք ինչ եք ուզում, որ ես ինչ անեի։ Մազերս խառնեին առաջ ինչ անեի։ Ասել եմ, շփվել եմ բոլորի հետ, ես թեկուզ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից բոլորի հետ շփվել եմ, լավ տեղյակ եմ, մեր սխալներն էլ լավ գիտեմ, ուրիշների սխալներն էլ լավ գիտեմ, այսքանը ասեք խնդրեմ։ Ձեր խնամի Գագիկ Ծառուկյանի հետ ինչ հարաբերություններ ունեք։ Շատ լավ հարաբերություն ունեմ, խնամիները վատ հարաբերություն չեն ունենում, այդքան է։ Բայց ես իմ քաղաքական կարծիքն ունեմ, միտքն ունեմ, իմ քաղաքական ուղղությունն ունեմ, պարոն Ծառուկյանը իրեն ունի։ Ոչ մի անգամ չեմ քննարկել, չեմ էլ ուզում քննարկեմ, որովհետև ես ինքս իմ գիտակցությունն ունեմ։ Պարոն Սուքյան, իսկ Սամվել Ալեքսանյանի հետ ինչպիսի հարաբերություններ։ Շատ լավ, բոլոր գործարարներին ես հարգում եմ, որովհետև բոլորը գեներացնում են, բոլորը բյուջե են վճարում եւ ես հարգում եմ իրանց բոլորին։ Պարոն Ալեքսանյանը գրեթե բոլոր իշխանությունների հետ աշխատել է, հենց պատգամավոր է եղել, հիմա ԿՊ-ի հետ այսպես սերտաճում, այս ամեն իշխանության հետ սերտաճելը, դա ինչ մարդկային որակի մասին է։ Այդ գիտեք ինչ մարդկային որակի մասին է, ես ուզում եմ ձեզ ասեմ ու մեզ բոլորիս, որ սովետը դեռ մեր ուղեղի մեջից դուրս եկած չի, դուք այդքան երիտասարդ եք, բայց սովետից բխող հարցեր եք տալի։ Հայաստանի Հանրապետություն, լսեք, գնացեք նայեք նույն վերցնենք Ֆրանսիայի Հանրապետությունը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, շատ լավ հարաբերություն ունի եւ Մակրոնի հետ, որտեղ ինքը 76 տարեկան է, եւ Շիրակի հետ, եւ Հոլանդի հետ, եւ Սարկոզիի հետ։ Այդ մարդը ինչ անի, գնա իրանց ասի, եկել եմ ձեզ ինչ անեմ։ Այն իր համար բիզնես է ստեղծում, նրա համար երկրի նախագահ է, բիզնես է ստեղծում, մյուս նախագահն է գալի, նա բիզնեսմենը, այն մյուս նախագահն է գալի։ Ինչ պետք է անի Ֆրանսիայի թեկուզ 200 միլիարդ
կարողություն ունեցող մարդը պետք է հարգի իր երկրի նախագահին։ Եթե ինչ-որ մի խնդիր է պետք այդ ինստիտուտներին կարա դիմի, բայց հիմա մենք Հայաստանում ասում ենք Սամվել Ալեքսանյանը բոլորի հետ լավ ա եղել։ Բա ինչ պետք է աներ։ Ինչ կարար աներ Սամվել Ալեքսանյանը։ Հանրապետականի ծրագիրը։ Դե հիմա ինչ պետք է այն ժամանակ մի քիչ ավելի գրուբի էին, հիմա էլ գցենք Սամվել Ալեքսանյանը այս իշխանության հետ առնչությունները մենակ էլի որպես տնտեսություն, որպես պետություն։ Առաջ մի քիչ ուրիշ ա եղել, հիմա ուրիշ ա, ինչ եք ուզում։ Այսքանը։ Ես էլ եմ ուզում ասեմ, որ հիմա ուրիշ ա, ավելի ազատ են տնտեսվարողները, ավելի հանգիստ են։ Շատ շնորհակալ եմ, ապրեք լավ։ Այո, բոլորս գոհ ենք։